Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել երկկողմ գործակցության առանցքային ուղղությունները։ Իտալիան Ադրբեջանի կարևորագույն առևտրային գործընկերն է, հատկապես նավթագազային ոլորտում, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով իտալական շուկան Ադրբեջանի համար առաջնային նշանակություն ունի։ Ալիևի խոսքով 2025 թվականին Ադրբեջանն արտահանել է 25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից մոտ 10 միլիարդը բաժին է ընկել Իտալիային։ Քննարկվում են այս ծավալի ավելացման միջոցառումները։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իտալիայի հետ համագործակցության մյուս կարևոր ուղղությունը ռազմատեխնիկականն է։ Այսօր քննարկեցինք նաև այդ հարցը։ Կոնկրետ գաղափարներ ունենք համատեղ նախագծերի իրականացման, համատեղ արտադրության կազմակերպման, իտալական տեխնոլոգիաներն ադրբեջանական ֆինանսական միջոցների հետ միավորելու վերաբերյալ, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ներկայումս գործում է շուրջ 130 իտալական ընկերություն։ Մելոնին էլ վստահություն է հայտնել, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջև բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ։ Նրա խոսքով բանակցությունների ընթացքում հաստատվել է համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև հիմնարար հանգույց, հավելել է Իտալիայի վարչապետը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ։ Այցն ընդգծում է Ադրբեջանի եւ Եվրամիության միջև փոխգործակցության եւ երկխոսության կարեւորությունը տարածաշրջանային եւ գլոբալ փոփոխվող դինամիկայի ֆոնին։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունը հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա, ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Կալասը նշել էր, որ Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր եւ հուսալի էներգետիկ գործընկերն է։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է եւ կարեւոր է պահպանել այդ թափը։ Եվրամիությունն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար վստահության ամրապնդման միջոցառումներից մինչեւ ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնորն ենք, հայտարարել է Կալասը։ Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հայտարարել է, որ պետք է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նկատվում է առևտրի եւ փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում, միևնույն ժամանակ ուժեղանում է համագործակցությունը երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով։ Նշել է պաշտոնյան, հավելելով, որ այժմ ընդլայնվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։